Կեղծ պահածոյացված ծկան արտադրություն եւ վաճառքի փաստ։ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Բատոնո ՍՊ-ի ղեկավարին կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող կեղծ ապրանքներ արտադրելու եւ վաճառելու փաստի առիթով։ Այս տեղեկությունը վերջերս հայտարարել է ֆինանսների նախարարությունը կայացած ճեպազրույցի ժամանակ։ Ինչպես նշվել է ճեպազրույցի ժամանակ, ընկերության կողմից արտադրված արտադրանքը նախատեսված էր Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների աշխատակիցների սննդի համար։ Ճեպազրույցի ժամանակ Վրաստանի առողջապահության նախարարը Միխայել Սարջվելաձեն հայտարարել է, որ առողջապահության նախարարությունը մեկնարկում է սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայի ստուգումը։ Սարջվելաձեի խոսքով տվյալների բազայում դեռևս կան մարդիկ եւ ընտանիքներ, ովքեր այլևս սոցիալապես օգնության կարիք չունեն։ Բացի այդ, ըստ նրա, սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազան բազմիցս դարձել է անազնիվ քաղաքական շահարկումների առարկա։ Սարջվելաձեի խոսքով սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայի ստուգման նպատակն է ապահովել, որ տվյալների բազայում միայն եւ միայն այն ընտանիքները եւ անձինք ընդգրկվեն, ըստ գործող օրենսդրության իրականում իրավունք ունեն պետության կողմից ֆինանսական աջակցություն ստանալ։ Քարթուլի դասի ղեկավարը Ջոնդի Բաղաթուրյան նախաձեռնող խմբի անդամների հետ միասին գրանցեց դեղերի եւ դեղագործական գործունեության մասին օրենքում կարտելային համաձայնությունների դեմ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկ։ Նրանց խոսքով դեղերի գները հաճախ հասնում են անբավարար մակարդակի եւ նշված նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել դեղագործական շուկայում պետական վերահսկողության մեխանիզմները եւ կանխել դեղերի արհեստականորեն գնագոյացման դեմ։ Ինչպես նշում են նախաձեռնողները, նման կարգավորման պրակտիկան լայնորեն կիրառվում է միջազգային մակարդակով։ ԵԱՀԿ-ի Մոսկվայի մեխանիզմի եւ փորձագիտական առաքելության աշխատանքի ակտիվացման հարցը դեռևս քաղաքական գնահատականների թեմա է։ Ընդդիմությունը հայտարարում է, որ կհամագործակցի առաքելության հետ։ Այս մասին հայտարարում է մեծամասնությունը։ Հիշեցնենք, հունվարի 29-ին Մեծ Բրիտանիան եւ ԵԱՀԿ 23 երկրներ ակտիվացրել են Մոսկվայի մեխանիզմը Վրաստանի նկատմամբ եւ պահանջել են ստեղծել փորձագիտական առաքելություն։ Ըստ տեղեկությունների, առաքելության առջև դրված են հետևյալ խնդիրները. փաստաթղթավորել Վրաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ վերջին զարգացումները եւ պատրաստել առաջարկություններ մտահոգիչ հարցերի լուծման վերաբերյալ։ Այսպես կոչված զանգերի կենտրոններում կալանավորվածների գործը երկրորդ օրն է, ինչ քաղաքական գնահատականների թեմա է։ Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը զանգերի կենտրոններին հովանավորելու մեջ եւ պատասխանատվությանը ենթարկում նրանց, մինչդեռ իշխող կուսակցությունը կտրականապես հերքում է մեղադրանքները եւ իր հակառակորդների մեղադրում զրպարտության մեջ։ Հիշեցնենք, քաղաքային դատարանը Էլիսո Կիլաձեին, Օթար Փարცხալաձեին եւ այսպես կոչված զանգերի կենտրոնների գործով մյուս մեղադրյալներին որպես խափանման միջոց ազատազրկման է դատապարտել։ Այս պահին Թբիլիսիի քաղաքային դատարանը պետք է քննարկի միջուկային նյութը անօրինական կերպով ձեռք բերելու փորձի համար կալանավորված երկու օտարերկրյա քաղաքացիների խափանման միջոցը։ Մեղադրյալները դատարանի շենք են բերվել կարճ ժամանակ առաջ ուղեկցողների ուղեկցությամբ։ Դատավարության մեկնարկից առաջ կողմերը մեկնաբանություններ չեն արել, հայտնի է միայն, որ դատախազությունը որպես խափանման միջոց միջնորդում է կալանավորվածների համար ազատազրկում։ Հարկ է նշել, որ պետական անվտանգության ծառայությունը Քութայիսիում ձերբակալել է երկու օտարերկրյա քաղաքացու միջուկային նյութի ուրանի եւ ռադիոակտիվ նյութի ցենզիում 137-ի անօրինական ձեռքբերման եւ տարածման փորձի փաստով։
Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել Լևան Խաբեիշվիլիի եւ Մուրթազ Զոդելավայի գործով հերթական նիստը։ Նիստում հարցաքննվել է մեղադրանքի կողմի մեկ վկա, որը ներկա է եղել Մուրթազ Զոդելավայի ձերբակալության վայրում։ Պաշտպանության կողմի խոսքով մինչև այժմ հարցաքննված վկաների ցուցմունքները չեն հաստատում քաղաքական գործիչներին առաջադրված մեղադրանքները։ Այսօրվա դատավարությանը ներկա են եղել միայն Լևան Խաբեիշվիլին, ով օգտվել է իր խոսքի իրավունքից։ Հիշեցնենք, Լևան Խաբեիշվիլիին մեղադրանք է առաջադրվել պետական մեղադրանքով պաշտոնյային անօրինական գործողություն կատարելու համար կաշառք խոստանալու եւ պետական իշխանությունը տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ Ուկրաինայի եւ Հունգարիայի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր կլինի միայն պատերազմի ավարտից հետո։ Օրբանը այս մասին ասել է Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի առաջին նիստից հետո։ Նրա խոսքով երկու երկրների միջև հարաբերությունները ներկայումս լարված են, քանի որ ըստ նրա ուկրաինացիները իրենց թշնամի են համարում բոլոր նրանց, ովքեր չեն աջակցում իրենց։ ԱՄՆ-ի նախագահը եւս մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Սա վերաբերում է ԱՄՆ-ի նախագահների 2014, 2018 եւ 2022 թվականներին գործադիր հրամանագրերով սահմանված պատժամիջոցներին։ Սկզբում պատժամիջոցները ուղղված էին նրանց, ովքեր նպաստել էին Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիային։ Հետագայում ցուցակը մի քանի անգամ թարմացվել է Թրամփի առաջին վարչակազմի եւ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Փաստաթղթում նշվում է, որ հրամանագրերում նկարագրված գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են անսովոր եւ արտակարգ սպառնալիքներ կայացնել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության վրա։ Այդ իսկ պատճառով պատժամիջոցները կերկարաձգվեն եւս մեկ տարով։ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ։ Հանդիպումը տեղի ունեցել Մարիամ Քվրիվիշվիլիի Հայաստան կատարած այցի շրջանակներում։ Կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության շրջանակը։ Ինչպես նշել է Մարիամ Քվրիվիշվիլին, Հայաստանը Վրաստանի համար կարևոր առևտրատնտեսական գործընկեր է, սակայն դեռևս մեծ ներուժ եւ ռեսուրսներ կան երկրների միջև այս առումով համագործակցության հետագա զարգացման համար, այդ թվում ներդրումների ուղղությամբ։ Ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա իմ գործընկերոջ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ։ Մեր հարաբերությունները մեր հարևան Հայաստանի հետ առանձնահատուկ են եւ իհարկե այսօրվա հանդիպումը օգտագործեցինք քննարկելու, թե ինչպես կարելի է ամրապնդել մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները։ Մենք վստահ ենք, որ այսօրվա հանդիպումը եւս մեկ շատ կարևոր հիմք կհանդիսանա երկրների միջև տնտեսական կապերի, ինչպես նաեւ մարդկանց միջև կապերի խորացման համար։ Մոտ ապագայում մենք կունենանք բավականին նշանակալի շոշափելի արդյունքներ, որոնք կապահովեն երկու երկրների տնտեսական աճը, կներգրավեն ներդրումներ եւ կամրապնդեն մարդկանց միջև կապերը, ասել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը։ Հանդիպան ժամանակ ընդգծվել է երկու երկրների գործընկեր շրջանակների մերձացման կարևորությունը։ Կողմերը համաձայնել են նպաստել ավելի շատ B2P հանդիպումների, առևտրային առաքելությունների եւ գործարար ֆորումների կազմակերպմանը, մասնավորապես հատվածների միջև հաղորդակցության ընդլայնումը ապահովելու համար։ Արվարձանայում Գլդանիում կկառուցվի նոր հանգստի գոտի։ 8-րդ միկրոշրջանի համար 12 շենքի մոտակայքում կառուցվում է կայանատեղի։ Նախագծի շրջանակներում կկազմակերպվի մանկական զվարճանքի կենտրոն, կտեղադրվեն արտաքին լուսավորություն եւ ոռոգման համակարգեր, ինչպես նաեւ կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ։ Նախատեսվում է նաեւ ապամոնտաժել շրջակա տարածքում գտնվող անօրինական ցանկապատները եւ ավտոկայանատեղերը։ Այս նախագծի համար Գլդանիի շրջանի վարչակազմի բյուջեից հատկացվել է 783 000 լարի։